բոլորի տանը կարան հանդիպեն անհաջողություններ, հիվանդություններ, կամ մեր տան անդամների բոլորի աշխատած գումարը անիմաստ տեղը վատնվի դեղորայքի վրա, մեքենան անսարքի վիճակում գտնվի, չնախատեսված ու ծախսեր առաջանա, ամեն բան հնարավոր է այս պարագայում։ Դա լրիվ նորմալ է, մենք ապրում ենք կյանք այս աշխարհում, որ ունի իր լավ կողմերը, որ ունի իր վատ կողմերը։ Պետք չէ ամեն խնդիր այս կյանքում կապել մոգության հետ եւ առեղծվածի, բայց եթե ես X մարդ ապրելով իմ կյանքը գիտեմ, ինչ շատ լավ, գիտեմ, որ իմ տրամադրությունը այսպեսին է, գիտեմ, որ ես մելանխոլիկ չեմ իմ տեսակով եւ երբեք չեմ եղել, ես միշտ պոզիտիվ եմ, Եվ միշտ սովոր եմ կողքիներին ուրախացնեմ եւ մի օր շրջապատի մարդիկ են շրջապատող խոսակցության մեջ շեշտ տադրում են այն կարծես եղբայր դու քեզ նման չես դու տխուր ես ինչա պատահել այսպիսի հարցերով հարցակվում են առօրյա երեգունում բոլորը որ ոնց որ ձեները մեկ արած լինեն կարծես ու քեզ մտածելու տեղիք է տալիս մեզ լավ իրոք իմ հետ ինչ որ մի բան է ինչի ես որ մելանխոլիկ երբեք չեմ եղել ես դարձել եմ մարդ ով անընդհատ ինչ-որ դրամատիկ վիճակի մեջ է, այսինքն սկսում ես ծանրացնել ամեն ինչ, լավ է մի կողմ դրած, այն որ առավոտյան դու արթնանայր բոլորից շուտ գործի տեղ կհասներ, դու դժվար ես վեր կենում, եւ սա պայմանավորված չի գերօգնության հետ, կարծես քո այն առաջվա էներգիան, այն քո առաջվա մուսան չկա, տարել են, վերցրել են Ով հիմա էական չի, կարևորը նա է, որ դու նկատում ես 5-ից 10-ից ավել տեսակի փոփոխություններ քո կյանքում շատ կարճ ժամանակահատվածում եւ դա նորմալ չի, եւ ըստ ինձ, եւ ըստ ձեզ։ Եվ այսպիսով կարող ենք սա կապել արդեն իսկ թուղթուգրի, անեծքի եւ այլ բաների հետ։ Եվ չի նշանակում, որ եթե դուք չեք հավատում, դա ձեզ չի կպնում։ Եթե դուք դրանից անտեղյակ եք, դա ձեզ չի վնասում։ Ուղղակի դեռ գիտությունը չի տվել դրան անուն եւ դեռ չի զարգացել այնքանով, որ դա ընդունի։ Եվ դա ինչ որ առեղծված չի։ Ուղղակի գիտությունը չի կարող դա բացատրել։ Եթե շատ դարեր առաջ մարդկության մոտ առեղծված էր համարվում, ասենք եթե ես վերցնեի սենց լույսը, հա, եւ այսպես թեքեի Աբորիգեն ցեղերը ոնց որ հիմիկվա տուարեգ ցեղերն են կամ եւ այլն ցեղատեսակները իրանք ինձ կաստվածացնեին եւ կմտածեն որ ես աստված եմ եւ ինչ որ վերևից եմ եկել նույն կայծակը չէ որ խփում էր ու ասում են օ սա աստծուց նշան էր բայց չէ կայծակը պարզ է որ ամպերը կպնում են իրար այնտեղ ինչա կատարվում այդ գազերի արդյունքում եւ մենք լսում ենք այդ վախենալու ձայնը Նույնն էլ այսօր էքստրասենսորիկան է, նույնն էլ այսօր մագիան է, չի նշանակում, եթե դա Հայաստանում իհավոր պատշաճի եւ որակով ճիշտ չեն ներկայացրել, մարդկության մեջ մտածա, որ մոմ թափել, կարդ քցել, բախտ բացել, վախ բռնել, կտորով վախ բռնել, գլխի վրա ինչ որ բան լցնել, ինչ որ բան փաթաթել վրա։ Սա չի մագիան ժողովուրդ, ես լինելով մասոնական կառույցի մեջ, կախնի կառույցների շատ ու շատ տարիներ առաջ, ինձ մի մասոն բարձրաստիճան ասեց, որ այն մասնագետները, ովքեր ինչ որ բուլավկե քովասեղներով սենց ինչ որ բան են անում, վիդիշլի, ինչ որ մի ձև, սենց մատ մեռել են կանչում, միշիշ Էժան արաղ են տալի, որ դա ինչ որ էմոցիա փոխի։ Դա չի նշանակում, որ դա մագիա է, դա մագիա չի ընդհանրապես։ Ինքը ասես մագիան նա է, որ մի X երկրում եղանակ ենք փոխում։ Եղանակ ենք փոխում ամեն առումով, թե փոխաբերական, թե բառեզբուն իմաստով։ Այսինքն եղանակ փոխել հանձրև ամպրոպ չգիտեմ։ Էս անել, այն անել եւ դա հնարավոր է։ Ռեալ այո, դա հնարավոր է։ Եվ ես դա միշտ արել եմ։ Ես միշտ հիմնվել եմ հին մեթոդիկայի վրա, ես միշտ հիմնվել եմ զորեղ մագիայի վրա եւ ասեմ իմանաք, որ երբ որ դուք զգում եք, որ կարծես քո անձնականում լուրջ խնդիր կա, դա երբեք այդպես չի եղել, կամ նկատում եք մի X բան, որ միշտ ունեք անձնական, բայց ոնց որ կեսից այդ մարդկանց մեջ ում այդ որ շփվում եք, ոնց որ կեսից ուրիշ մարդ մտնի ու դաժե այն որ համեմատում եք սաղ չստացված անձնականները իրար հետ
Կարծես նույն մարդու հետ շփված լինեք, նույն ձև են վարվում, նույն ձև են խոսում, նույն ձև են փնփնթում ու եւ այլն։ Այսինքն քեզ թվում է, որ sense ինչ որ մի բան նիտո է, ինչ որ մի բան այն չի կարա sense լինի։ Եվ ունենում եք օրեր, երբ որ քնում ես, արտանում ես, դու երիտասարդ ես, դու 20 տարեկան, 30 թող լինի վերև, դա այն տարիքը չի, որ դու շատ վատ արտնանաս, հասկանում եք։ Ուժ չունենաս, արտնանում ես, ուժ չունես, գիշերները ինչ որ սառնություն ես զգում, կամ դու մարդ ես, ով երբեք չի հավատացել նման բաների, բայց չի կարող ինքը իրան պատասխան տա, չի կարող դրա բացատրությունը գտնի, իրան էլ է հետաքրքիր դարձել արդեն։ Ես ապրում եմ այսքան տարի ու վդրուկ գիշերը զգացի սառնություն, շունչ, ինչ որ իմ մոտ շատ հաճախորդներ են եղել, ովքեր ասում են, եթե դու չմաքրեիր, սա չկարգավորվեր կամ եթե դու տան մեջից գիրը չգտնեիր, ես կմտածեի, որ ես հոգեկան եմ ու ունեմ խնդիրներ։ Բայց ասեմ իմանաք, եթե այս ամեն ինչը կապում են պատահականության կամ կապում են բժշկության հետ, ես ունեմ հաճախորդներ, միտեղ նորմալ եմ համարում, միտեղ զարմացած ու ապշած եմ, բայց դա փաստ է, շատ դոցենտ կլինի, բժիշկ կլինի, պրոֆեսոր կլինի, ոչ բոլորը, բայց եղել են խելացի բժիշկներ, ովքեր ասել են հաճախորդին, դու իմ հաճախորդը չես, քո խնդիրը չի, դիմի էքստրասենսի։ Ես հիմնվում եմ առաջերտին պրակտիկայի, երկրորդը միֆոլոգիայի, առասպելների կլինի, այն ինչ որ ժողովրդից ժողովուրդ, սերունդից սերունդ եկել հասել է, իզուր չի ասել, որ այդքան ժողովուրդ ավանդույթի մեջ հավատում են նման բաներին, հավատում են աչքին, նավսին եւ այլն, ինչքան անգամ է եղել։ Ես վստահ եմ, որ ձեր մեջ կան մարդիկ, ովքեր սա լսել են, նմանատիպ բան լսել են կամ գոնե գետ մեկ անգամ իրանց կյանքում եղել է։ Եվ մի քանի անգամ պրիտոմ սա պատահականություն չի։ Մի հատ ճոճկա հարևան մտնում է տուն, սիրուն լյուստրայից առե, բերել ես, կախել ես բան, ինքը ասենց ոյ երեխեք, ես ինչ սիրուն է, շնորհավոր ելնի, ինչ ասեմ, շատ լավն է։ Դե ես գնամ։ Ես կնիկը դու սայլում ես լուստրան տրակոմը գնում է գետնին։ Ինչքան է եղել հաճախորդներից եմ պատմի ականատեսել եմ եղել, որ նոր մեքենա է գնում Ամերիկայից բերած, ստուգած, օքեյ եմ, որ երաշխիքով բանով խնդիր չունի, տանում ստուգում է էլեկտրիկի մոտ, չգիտեմ, գազավիկի մոտ, խադավիկի մոտ, իդեալական վիճակ են, որ ասում են, այս մեքենան դու, չգիտեմ, այս քո ղսմատն է, այս քո հաջողությունն է, ամեն ինչն է, մալադյեց, լավ գնով, լավ մեքենա ես վերցրել։ Ու հարևանները գալիս են դնում, մալադյեց, շատ լավ մեքենա է, նստում են սալոնը նայում են, քշում են, բան, ասենց լավն աշտունա, որ ավելի լավ ունենաս։ Դուս են գալիս, մարդ հետում է տավտոնանից են դեմը կդրում ունեց է խփում կամ եւ այլն փչանում, մատորն է խփում ու այդ մարդը չի հավատում, որ դա աշկից էր։